Քրիստոսով եղբայրներ քույրեր սրտան շասենք բարք Աստծուն բոլորս փառավոր ենք Տիրոջ որտեղ արժանի է նա Փառք Աստծո փառք Տիրոջը Ուզում եմ կարդալ բոլորիս համար Առաջի գիր թագավորաց 10-րդ գլուխ 6-րդ խոսքից Առաջի գիր թագավորաց 10-րդ գլուխ 6-րդ խոսքից Սամվել մարգարեի միջոցով Տիրոջից խոսք եղավ Սավողին խոսք եղավ այսպես է գրված Եվ քո վրա Տիրոջ հոգին պիտի գա, մեծատարով է գրած Տիրոջ հոգին, այսինքն Սուրբ հոգին պիտի գա։ Անոնց հետ մարգարեություն պիտի ունես, եւ դուն պիտի փոխվես, ուրիշ մարդը պիտի լինես։ Եվ դու պիտի փոխվես, ուրիշ մարդը պիտի լինես։ Այդպես է գրած։ Ու երբ այս նշանները քո վրա գան, ձեռք հետ եղած անես, քանզի Աստված քեզի հետ է։ Շարունակությունը 9-րդ խոսքից Ու երբ անիկը իր կռնակը դարձրեց Սամվելի քովեն երթալու համար, Աստված անոր ուրիշ սիրտ մտավ, եւ նույն օր այս բոլոր նշանները նույն օրը կատարվեցին։ Եղբայրներ քույրեր, առանց Սուրբ Հոգու զորության մարդու կյանքում փոփոխություն չի լինի։ Մենք, որ Աստված մեզ գտածել է, Սուրբ Հոգին է գործել մեր կյանքի մեջ։ Դեռ ինչքան པարզ է, հին ուխտում էլ այդպես եղել։ Մարդու կյանքում փոփոխություն լինելու համար Սուրբ Հոգին գործել է։ Կովրատ Տիրոջ հոգին պիտի կա եւ դու ուրիշ մարդ պիտի լինես։ Ինչպեսի մարդ։ Լավ մարդ, թե վատ մարդ։ Լավը, փոխված, ազատագրված, մաքուր մարդ։ Եվ ասում է եւ ուրիշ սիրտ տվեց Աստված նրան։ Քարեղեն հանեց, մարմեղեն տվեց։ Այդպես եղել բոլոր ժամանակներում նորից եմ ասում։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Պենտեկոստի օրը կատարվավ ամենամեծ հրաշքը։ Երբ որ Սուրբ Հոգին իջավ, մարդկանց կյանքում հրաշք տեղ ունեցավ։ Եվ դրանից հետո դեռ շարունակում ենք 4-րդ գլխում գրված է, երբ որ Տիրոջ զորություն հանգչավ առարկաների վրա եւ շավակված, եւ գրված է նրանք մեկ սիրտ, մեկ հոգի են։ Մեկ սիրտ, մեկ հոգի դարձողը Տերն է։ Ովքեր որ Տիրոջ Սուրբ Հոգուն տեղ են տալիս, նրանց կյանքում լինում է փոփոխություն, կատարվում է մաքրություն, կատարվում ազատագրում, կատարվում է բժշկություններ։ Սուրբ Հոգու լեցունության ժամանակ կատարվում է մարգարեություններ։ Դուք նախանձավոր եղեք Քրիստոսի հարս եկեղեցի, նախանձավոր եղեք։ Որովհետև առաքյաններ ասում են նա պարգևների նախանձավոր եղեք սիրո հետևից գացեք պարգևների նախանձավոր եղեք այնտեղ որտեղ Սուրբ Հոգին գործում է նշաններ են լինում հրաշքներ են լինում բժշկություններ են լինում մարգարեություն է լինում հայտություն է լինում եղբայրներ քույրեր որովհետև Պողոս առաքյալ ասում է երբ որ միատեղ հավաքում եք սաղմոս կա ձեր մեջ սաղմոսը որն ով կար ասի դա երգն է հետո վարդապետություն կա դա ասող խոսքն է բայց երրորդի համար էլ է գրված հայտություն պետք է լինի Տիրոջից պետք է հայտություն լինի ինչի համար կարևոր է անձնականի համար որտեղ Տերը շատ բաներ հայտնում է անձնականը որը մեկը կարող է տկար է մեկը կարող է մխիթարության կարիք ունի մեկը կարող է հորդորանական կարիք ունի մեկը կարող է վիճակը բացահայտելու մեղ կա որ ծածկված մեղ կա եղբայրներ քույրեր մենք տեսել ենք երբ որ աստվածային զորությունը որ գործում է շատ բաների հայտ է գալիս շատ վիճակներ բացվում են բայց նպատակը որպեսզի ազատագրում տեղ ունենա մաքրություն տեղ ունենա բժշկություններ տեղ ունենան եղբայրներ քույրեր սա ասո գործն է մենք գրված է մկրտված ենք Սուրբ Հոգով մկրտված եկեղեցի ենք մենք Սուրբ Հոգով Առաքյալը բացում է գաղտնիքը այն հոգին որ ասում է մեր մեջ է ինչպեսի հոգի է ով է գիտի ինչպեսի հոգի է զորության հոգի զգաստության եւ սիրո հոգի է դա պետք է դրսևորվի մենակ խոսք չի բառեր չի դա պետք է դրսևորի մեր կյանքի մեջ եթե մեր մկրտված ենք Սուրբ Հոգով պետք է ունենանք լեցունություն ինչի համար առաքյալն ասում է Գնինչ արեք գրված է մի գինովցե գինով որի մեջ անառակություն կա այլ Սուրբ Հոգով լեցվեցեք Սուրբ Հոգով լեցունության ժամանակ շարունակություն ասում է սաղմոսներով օրհնություններով այո երբ որ Սուրբ Հոգու զորությունը ամպիչնում է կատարում են ուրախություն եղբայրներ քույրեր մարդը չի կարող չփառավորի Տիրոջը հնարավոր չի որ մարդը չփառավորի Տիրոջը այսօր դրա շատ կարիքը կա այսօր դրա կարիքը կա Ես ժամանակին դրա համար եմ ասում դուք ձեր մեջ կան հին հավատացյալներ Շատերը ճաշակել են Տիրոջ հարության զորությունը, ճաշակել են թե չէ, հələ հիշեք անցյալի զորությունները։ Երբ որ գալիս էր զորություն եղբայրներ քույրեր, ասում էր պատկացած լեզուներով երկ էր առաջանում, ասում է առաքյալն ասում է սաղմոս երկեմ մտարությամբ, սաղմոս երկեմ հոգով։ Սուրբ Հոգով լեցվում են եւ սաղմոսները Տիրոջը, երկում փառավորում են Տիրոջը, որտեղ շատ կարեւոր է սա։ Շատ կարեւոր է բոլորիս համար։ Դրա համար պատական չէ որ Տեր Հիսուս ասեց առաքյալներին Երուսաղեմից չերանակ միջև ինչ գա, միջև Սուրբ Հոգին գա։ Լեցվեք Սուրբ Հոգով։ Եթե իրանք այո չլսեին, շուտ դուրս գային գնային ոչ մի արթուն չի լինի։ Ոչ մի արթուն չի լինում։ Եղբայրներ քույրեր,
բայց նրանց համար պատրաստում էր Սուրբ Հոգին, որ պիտի կատարվի Պենտեկոստեն, եւ դրանից հետո գրված է նրանք Սուրբ Հոգով լեցված սկսեցին ամենտեղ վկայել Քրիստոսի համար, նրա մարդկանց փրկության համար։ Թող Աստված օգնի։ Սա գրված է 4-րդ գլուխ Գործք առաքելոց 31 խոսքը, ու երբ աղոտ կարեցին, շարժվեցավ այն տեղը, շարժվեց, մենակ այդ տեղը շարժվեցավ։ Գրված է բոլորը մեկ սիրտ, մեկ հոգի են, մեկ սիրտ։ Մենք մտածելով, խորելով չեն կարող այնց անենք, որ բոլորս դառնանք մեկ սիրտ, մեկ հոգի։ Դա անողը ի՞նչն է, ով կարասե։ Դա անողը Սուրբ Հոգին է։ Դրա համար ինչի համար է գրված. հոգով գնացեք, մարմնի ցանկությունը տեղ մի տվեք։ Հոգով գնանք, գրված է, հոգով ընթանանք, մարմնի գործերի հայտ չէր երևա։ Այսպես ասում Աստծո խոսքը։ Թող Աստված օգնի, ժամանակն է հիմա։ Մի բավարարվեք, ես պարտավոր եմ ձեզ խնդրել, մի բավարարեք այս վիճակով։ Այս այն վիճակը չի։ Եկեղեցին պետք է արտություն ապրի։ Տիրոջ գարստից առաջ պետք է եկեղեցին արտություն ապրի։ Սուրբ Հոգին պետք է գործի, Սուրբ Հոգով պետք է լեցվի։ Դուք չեք ուզում նախանձավոր չեք, օրինակ Տեր ինչ ունի այսօր հայտնելու եկեղեցու համար։ Ես Ուկրաինայից եղավ եղբայրից հարցեցի, ասի լավ Ուկրաինան պետք է պատերազմը լիներ, այսքան բաներ, այսքան փախստական էր վերջը, բայց Տիրոջից մի բան չեղավ, ասին չէ, այդենց հատուկ դիպուկ հայտություն չի եղել։ Բայց պետք է լինի, եկեղեցին պետք է ունենա հայտություն, թե եկեղեցու համար, թե երկրի համար, թե իրավիճակների համար։ Համաձայն է, որ պետք է լինի, այո։ Տեսեք, Ագաբոսի ժամանակ ինչ կատարվեցավ։ Ագաբոսի միջոցով արկայության կատարվեցավ, որ սով պիտի լինի։ Եվ եղավ այդ սովը, բայց նախորդ Տերը զգուշացրեց։ Ինչ որ բաներ, որ ասենք Տեր ուզում է հայտնել, գրված է եկեղեցու համար, երկրի համար, Տերը հայտնում է, որ եկեղեցուն է, եկեղեցուն, որ արտուն է։ Այն եկեղեցին, որը նախանձավոր է Տիրոջ շնորհքների, Տիրոջ պարգևների։ Թող Աստված օգնի եղբայրներ քուրե, շատ կարևոր է։ Այսօր բոլորիս համար, որ Աստվածային զորությունը գործի։ Եթե սովորաբար Գեդեոնի վրա Սուրբ Հոգին չգործեր, այդ համարձակությունը որտեղից։ Եթե Դավիթի վրա Սուրբ Հոգին չգործեր, Գողիաթին ո՞նց կարող էր գցել գետին։ Հնարավոր բան չէ։ Սամսոնի վրա երբ որ Սուրբ Հոգին չգործեր, Սամսոնը այդքան բաներ ո՞նց կարող էր անել։ Եղբայրներ քուրեր, երբ որ ինքը տեղ էր տալիս, Տերը գործում էր, բայց եղավ դեպքեր, որ ինքը սովորաբար մեղքի կյանք ապրեց։ Դալիլան կարողացավ խաբել իրան եւ ինչ արեց, աչքերը հանեցին։ Վերջի պայն զղջաց, հիշում եք, վերջի պայն զղջաց, ասեց ինչ կնի, օգնի նորից այն զորությունը գա։ Եվ այդ պայնը ինչ արեց, կատարվեցավ այդ հրաշքը։ Այդ փուլ եկավ այդ ամբողջ շինությունը, ինչքան մարդիկ մնացին տակը։ Քրիստոսով եղբայրներ քույր, բայց խի այդպես պետք է լիներ։ Աստված իրան պատրոպաներ անում, որ կյանքի բոլորը ինքը հոգով սրբով լեցված լինի առաջնորդներ ինքը, որ փախստած ձերքից ազատեր։ Թող Աստված զորացնի ձեզ։ Ինչի համար առաքյան ասում է ջանքի մեջ թուրասիրտ մի եղեք, հոգով բորբոքվեք, Տիրոջը ծառայեցեք։ Ովքեր ջանքի մեջ թուրասիրտ են, Սուրբ Հոգով չեն կարող լսեն։ Կարևոր է դա, այսօր մի բավարարվեք։ Ես նորից խնդրում եմ, ովքեր փապագում են աղոթների կյանքով, ծոմապաճանա կյանքով, փապագում են Տիրոջ երեսն են փնտրում, խնդրում են Աստված իր գործը կատարում, այն պայման, հնարավոր չի, որ չլինի։ Եվ հիշում եք Տերը կանգնած տաճարում ինչ էր ասում։ Մեծ բարձր ձայնով աղաղում էր, ասում էր, ինչ էր ասում, ով ծառավ է թող գա։ Եթե ծառավ չեմ, ջրի կարիք չեմ զգա։ Ասեն, որ թեկուզ էս լավ ջուր է։ Եթե ծառավ չեմ, ո՞նց կարող եմ զգալ։ Բայց Տեր Հիսուս ասում էր, ով ծառավ է թող գա, թող գա խմի ձեր փորից, կենտանի ջրի, ոչ թե արվակներ պիտի բխեն, գետեր պիտի բխեն։ Սա խոսեց Սուրբ Հոգու մկրտության եւ լեցունության մասին։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, տարեսներ, երիտասարդներ, պատանիներ, մանուկներ, ժամանակն է որ Սուրբ Հոգով լեցվենք։ Ժամանակն է որ Սուրբ Հոգին գործի։ Երբ որ Տերը Եզեկիային ցույց տվեց գետը, գիտեք չէ գետը, Տիրոջ գետն էր դա։ Դա երկրային գետ չէր։ Ասել ասեց մտի գետը։ Սկզբից որտեղ է միջև գետը, ջրի, Գարշապարը։ Ասեց բավարար չի։ Այսօր հավատացյալներ կան փոքր օրհնությունից բավարարում են։ Մի բավարարվեք։ Ասեց խորասուզվիր, միջև ծնկներ, ասել էլի հերիք չի։ Էլի խորասուզվիր, էլի տեղ կա։ Միջև գոտկատեղ, ասեց էլի չէ։ Եթե գոտկատեղում էր գնար, առաջ կգնար, աջ կգնար, ձախ կգնար։ Ինքը կարող էր մարդկային ձևով էլի գնար, որտեղ ուզենար։ Բայց ասում է, երբ որ արդեն խորասուզվեցի, գետը տանում էր այնտեղ, որտեղ ինքն էր ուզում։ Այո, այսօր որոնք Սուրբ Հոգու տեղ են տալիս, լեցում են Սուրբ Հոգով, տանում այնտեղ, որտեղ ինքն է ուզում, որտեղ իր կամքն է, որտեղ իր գործը պետք է երևնա, եղբայրներ քույր, այո։ Ինչքան դեպքեր մենք նկատել ենք։ Աստվածային զորությունը, որ գործում է, չէ։ Փարոսի պաշտամունքին ինչքան դեպքեր է լինում։ Պաշտամունքը վերջանում էր, բայց զորության ամպը չէր հեռանում։ Մարդիկ գալիս են մաքրվում են, գալիս են ազատագրում են, գալիս են ապաշխարում են, գալիս են բժշկում են եղբայրներ քույրեր։ Հենց խոսքի ժամանակը մեկը տեսար դիվահարկար չի, մեկը բան ձեներ հանում էր, մոտենում աղոթքենում ազատագրում էր եղբայրներ քույրեր։ Այսօր է ժամանակն է։ Նորից եմ խնդրում, երբևիցե մի բավարարեք այս վիճակով։ Այսօր եկեղեցին պետք է արտանա։
որպեսզի վերջը մեր ճրակակարները ինչ լինեն, հարվեն, յուղն էլ ունենանք Տիրոջը դիմավորել համար։ Եկեք կանգնենք Տիրոջ առջև աղոթքի, կանգնենք։ Եղբայրներից խոսեն հետո աղոթքի տեղ կտանք։